0% ծայրահեղ աղքատություն Հայաստանում 9-րդ գործնական Երեկվանից լրատվամիջոցներում ու համացանցում են այս կադրերը, որ քաղաքացիական պայմանագրի անդամ Արսեն Հարությունյանը հարվածում է ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցներից մեկին, բայց նրան դեռ հարցաքննության չեն էլ կանչել, որ քննչական չեն կանչել, Ազատության հետ զրույցում հաստատում է անձամբ Հարությունյանը։ Նա Մասիսի ավականու ԿՊ խմբակցությունից է եւ Երկրապահ միության Մասիսի տարածքային կառույցի ղեկավարը։ Անգից է ինքը գոռում է մի փոքր էլ ես եմ ձայնս բարձրացրել մենակ ասել եմ նստին մեքենան գնա էլ ինգեր ջան ու այդտեղ երևում է որ դուք հարվածում եք իրան ինչու չեմ հարվածել ես ուղղակի հերելով ուզեցել եմ նստեցնեմ մեքենան չէր ենթարկվում վատ խոսքերով իրան լավ չէր պահում Իշխող կուսակցության անդամը չնայած տեսանյութին պնդում է հարվածելու նպատակով չի մոտեցել Դավիթին Մասիսի Նոր Գյուրին համայնքում երեկվա ծեծկրտուքի համար ուժեղ Հայաստանի անդամներին է մեղադրում թե նրանք են սադրել իսկ ինչ են արել որ սադրել են Մեր մեքենան տեսնելով ավելի բարձրացեցին ձայները Երկրապահ Հարությունյանի տպավորությամբ ընդդիմադիրները փորձել են ցույց տալ որ իրենք ավելի ուժեղ են ԿՊԱ-ականներին տեսնելով ավելի բարձր են վանկարկել հետո էլ լսել է թե մեկը թուրք է գոռացել ու որոշել են մեքենայից իջնել ու հասկանալ ինչու Ազատությանը պատմում է ԿՊԱ-ական Հարությունյանը Կանայք բղավում էին բարձր չգիտեմ ինչին ղժում Թե ինչի համար ես չեմ էլ հասկացել ինչա կատարվել։ Ես ընդհանրապես ուզեցել եմ այդ տղային նստացնեմ մեքենան, որ ինքը գնա։ Շարունակի իր ճանապարհը։ Բայց չստացվեց, չենթարկվավ։ Ես մի քիչ քաշքշոցի եղավ էլի։ Այդ տղայի անունը Դավիթ է, ուժեղ Հայաստանի համակիրներից է, նա այսօր հրաժարվեց մեզ հետ զրուցել։ Իսկ իր թիմակիցներից Հրայր Գևորգյանը երեկ Ազատությանն ասել էր, թե երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Հրայր Գևորգյանն էլ սադրանքի համար ԿՊԱ-ականներին էր մեղադրում։ Դուք եք տեսնում կադրերում, որ նախաձեր, այսինքն մեր քարոզարշավը խոչընդոտվում է եւ նրանք հարձակվում են հենց նախաձեռնողը իրենք է լինում հարձակվում են Դավիթին արունոտ բերել են օֆիս պատկերացրեք Տեսանյութում լսվում է նաեւ մի կնոջ ձայն որ գոռում է հղի եմ ինչու եք խփում Արսեն Հարությունյանն ասում է թե այդ ժամանակ չի լսել նման բան Որ գոռում էր ինչ որ տեսել եք ինձ հղի եմ չգիտեմ ինչ եմ ես ընդհանրապես չեմ տեսել այդ որտեղից է գոռում կամ ինքը ով է ճիշտ ասում սոտա ասում Արսեն Հարությունյանը Մարմարաշեն գյուղից է օրերս քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու ինչ որ արդյունքներ գրանցելուց հետո առաջարկում էր ընտրություններից հետո հանդիպել Մենք մեր արդյունքը ցույց տանք մի օր դիմենք ձեզ մեզ կանթոնեք էլ ինչ որ մի օր Ես կգամ Հենց ավելի շնորհակալ կլենք Մարմարաշենը Ինձ ավելի հաճելի գանք ստեղ միտեղ եկեղեցում մոմ վառենք, Բաքվում նստենք Նոր Գյուրինի միջադեպով քրեական գործ է հարուցվել մի խումբ մարդկանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու քարոզչությունը խոչընդոտելու հատկանիշներով, բայց չնայած տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է, երեկվանից որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել Մինչդեռ արցախցի Արթուր Օսիպյանին Փաշինյանին հարցեր տալուց ժամեր անց կալանավորեցին ու 16 օր է խիստ ռեժիմով պահում են բանտում։ Ընտրովի արդարադատությունն էլ ոնց է լինում, հարցնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Այդտեղ արդեն կասկած չկա ընտրովի արդարադատության մասին։ Արմեն Հովանիսյանին կալանավորեցին իշխող ԿՊ-ի քարոզչական պաստառը պոկելու համար, երբ այս արարքը ենթադրում է վարչական պատիժ ու կալանավորված տղամարդը նույն օրը հոգեբուժարանում ինքնասպանություն գործեց, հիշեցնում է իրավապաշտպանը։ Իրավապահ համակարգը մեռած է։ Ես կարող եմ այսպես ասել։ Փաշինյանին հարցեր տալն ու ԿՊ-ի պաստառը պոկելը մարդկանց համար ճակատագրական է դառնում, բայց երբ Փաշինյանի թիմակիցներն են բռնություն գործադրողները, համակարգն ըստ Ալեքսանյանի ուղղակի չի գործում։ Տիկին դատախազ կանխեք ձեր որոշումներով այս բռնությունները, եթե դուք ոչինչ չեք անում, այս վիճակը լարվելու է եւ հանգեցնելու է անկախատեսելի հետևանքների։ Մասիսի այս դեպքերին ուժեղ Հայաստանից արձագանքել են իսկ քաղաքացիական պայմանագրից ոչ մի բառ։ Դիտորդական կազմակերպություններից էլ արձագանք չկա։ Ժաննա Ալեքսանյանին հատկապես այս լռությունն է զայրացնում։ Շատ եմ վախենում, որ գնալով լարվելու է այս իրավիճակը եւ նաեւ արձանագրում եմ, որ դիտորդական կազմակերպությունները չեն դատապարտում այս բռնությունները։ Արդյոք սա հավասար ընտրություններ են։ Արդյոք սա ազատ արդար ընտրություններ են։ Ոչ